գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Կարշոտ վիճակ, երեխեքը գալիս են դպրոց, այս հոտին, այս պայմաններում դասապրոցես է գնում։ Մի ամիս է այս վիճակն է, թե շատ։ Որ դպրոցներ, որ դպրոցն է։ Բայց հոտի ոնց եք պարապում, դաս։ Պաստանցյան։ Ստե պտիլնեք հոտը զգակ։ Հա։ Երեխեքը, հենա, քիդները պակած խեղջ երեխեքը։ Սարքեն, ասված ձենդ լսի, սարքեն։ Երեխեքին ես հոտին տանում եք դասի, հետո դասից տուն։ Հա, անդեղից է գալիս, կեղտա ջուրը։ Այստեղից, այս ջուրը, կսմա դպրոցի տավը։ Լստեն նայ, ստե դիտահոր կա, չէ։ Հա, վերևը քանդվել է արդեն։ Հա, հեսա։ Մայիսի 11-ն է, գտնում ենք Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոց, չէ, 179 դպրոցի բակում, որտեղ տեսնում եք դպրոցի բակի մի հատված տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ, երեխաները որ ասում շուշ բերանց չորացավ այս հոտից, բայց երեխեքը ինչ անեն, այս հոտի պայմաններում ուսուցչական կոլեկտիվը աշխատում է, երեխաները դաս են սովորում ու պատճառը հեսա այս դիտահորից դուրս եկող կեղտա ջուրն է, ամբողջը խցանված է, տեսնում եք։
ուսատիրում եմ 1-2 ամիս, եթե ոչ ավելի։ Ու մարդիկ նշում են, որ դիմել ենք բազմաթիվ անգամ Երևանի քաղաքապետարան, Վիոլա ջուր, Մալացիայի քաղաքապետարան, սակայն ձայն բարբարո հանապատիկ չեն ուզում գան այս խնդիրը լուծեն։ Հետո էլ հարգելի Տիգրան Ավինյան, ասում եք թե մանավանդ հիմա այս օրերին, Խաղազարշավի այս օրերին ասում եք Երևանում պիտի ամեն ինչ անենք, որպեսզի երեխաները լավ, հարմարավետ դպրոցի շենքային պայմաններում իրենց դասապրոցեսը անցկացնեն, այդ դեպքում այստեղ լավ կլինի, եթե գաք Խաղազարշավ իրականացնեք այստեղ ձեր հետ մի 100 հատ, եթե ոչ ավել, հակագազեր բերեք, որ երեխաները, ուսուցիչները, ծնողները այդ հակագազով կարողանան բան անեն, շփվեն, կարողանան դասապրոցես անեն։ Որ ասում սա Երևանն այստեղ դու տանն ես, էլ եմ նշում, կարող կրկնվեմ, այստեղ պիտի լինեք, որպես այս հակասանիտարական վիճակը տեսնեք, այս գարշահոտը զգաք։ Երեխաները, որ ասում Լենինի նման ասում եք երեխաները մեր ապագան է, երեխայի ապագա ապահովելու համար պիտի նաև մաքուր դպրոց երեխաներ ունենան, իսկ Բաքում տեսնում եք ինչքան ժամանակա գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Այդյա, լոդկա պիտի բերեք, էլի։ Սկուտերով, դպրոցն է, դպրոցի մուտքն է, հիմա տեսակ, ծնողը եկել է երեխային տանում է, նոր ասում է ոնց եմ անցնելու այդ տեղով։ Էսա դպրոցն է, թիվ 179 հիմնական դպրոց։ Բարի գալուստ, ասենք բարի գալուստ, թոմիշ գալուստը բարի լինի, բայց նաև մաքուր լինի։ Նամանավանդ դպրոցին հարակից կան նաև բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր, նայում ես սիրուն դպրոց, ծառերը տեղը, ամեն ինչը տեղը, կանաչ, զանգվածը շատ, բայց ումա պետք որ գարշահոտ վիճակ է տիրում։ Երեխեքը կեսացվեն մի ամիս, կեսացվեն 2 ամիս, այս վիճակը էլի։ Ինչ 2 ամիս էսի գիտես, քանի տարի են վերել։ Անընդհատ գալիս է էլի։ Լցվում է, խցանում ու դուրս է տալիս։ Մի խոսքով հարգելի քաղաքապետ, Խաղազարշավ անելուց առաջ եկեք նաև այստեղ այն ձեր հայտնի սրտիկներով, որ դիմավոր եք երեխաներին, մի հատ երեխեքի սիրտը ստուգեք, ծնողների, աշակերտների, ուսուցչական կոլեկտիվի, տեսեք այս հոտին սիրտ կդիմանա։ Երեխաները ես կեղտերի մեջով անցնում, ոչ մեկի Միայն երեխաները, ծնողները, ուսուցչական կոլեկտիվը, հա։ Հետո էլ ասում են առողջ ապրելակերպ։ Էսի վիոլա ջուրնա, չէ։ Վիոլա ջուրնա 6 տարի գալիս է, ստեղ խոտեր էին, զանգեցի թաղապետան, տրակտոր բերեցին, այդ խոտերը մատուցի հիմա նորից էլի ա։ Տրակտորով հարցը լուծում չի, մարդիկ հիմա ոնց են անցնում, Չգիտեմ։ Օպլա, սկի ֆիզկուլտուրի դասերն այտենց չենք թռել, այ մարդ։ Հետո էլ ասում վիրուսի դեմ պայքարեք։ Ֆուֆ։ Այտենց զգուշ։ Ռեյշ։ Նկարել եմ։ Աշակերտների թիվը շատ է, չէ։ 400 աշակերտ։ Աշակերտները լիքը բնակելի տարածք կա,
Այն վերևն էլ դիտավորն է խցանված այդտեղից է դուրս է գալիս։ Ընդերից ուրեմն այս 6 տարիա վիոլա ջուրը գալիս է։ Ես մեռած Վիոլան, չէ։ վիոլա ջուրը։ Վճարումներն են մարդիկ կատարում են կանոնավոր։ Էլ ասում են ջրի կորուստ ունեն, ջրի կորուստ որ ունեք, չեք գալիս տիրություն չեք անում, բան չեք անում։ Այս չա նշանակում։ Այս կարգի խայտարակություն։ Այս կարգի անտեսել։ Մեր այդ նախ այդ երեկվա զապի բանը որ նկարել է։ Այնա հոտը սպանում է սա։ Ուղարկել եմ դաժե կրթության գիտեմ նախարարություն։ Նախարարություն ուղարկել եք, տեսան այդ բա ինչ են պատասխանել։ Ուղարկել եմ, ասեց հեսա մենք քաղաքապետարանի հետ կապնենք, գիտեմ ինչ կերնի։ Քիչ թիվ չէ 400 երեխա։ Բնակիչներ։ Մենք ենք գնում գալիս, մենք ենք այս շենքից ենք։ Էսի դպրոցի ճանապարհներ մեր ասֆալտապատած նորմալ դա։ 6 տարի այս ջուրը չեկան չկտրեցին։ Մի տարի առաջ է մեր թաղապետարանը բանը։ Թաղապետը եկավ նայեց, հա կանենք։ Ու հլա անում են։ Ամիս ավելի ամիս հլա անում են։ Ոչ մի բան չի։ Երևանի Մալացիա Սեբաստիա վարչական շրջան թիվ 179 հիմնական դպրոցում ենք, որը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում է հաշվառված արդեն ըստ բնակիչների քանի տարի է այս դպրոցի բակում ու ոչ միայն դպրոցի, նաև հարակից բազմահարկ շենքերի, բնակարանային շենքերի տարածքում տիրում է գարշահոտ վիճակ, բնակիչները կրթության նախարարություն եք դիմե, թաղապետարան, Քաղաքապետարան ենք դիմել, քաղաքապետարան ենք դիմել, ոչ մի հարցի լուծում։ վիոլա ջուրել, Վիոլա ջուր քան, ինչքան։ Գալիս են մեկը մեկի վրա ենք։ խցում ըհն, ու այս ամբողջ դպրոցի տարածքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ, նայք, ֆուֆ, ստե պետք լինեք հոտը զգաք, մարդիկ ոնց անցնեն, ստեղից, տեսեք, կողտել պաստանցյանա, որ ով չգիտի, որ հոսանքն ու ջուրը հակացուցված են իրար, հեսա, փուվ, ստեղից դուրս է գալիս, հեսա, հեսա, լծվածը անտանելի հոտա, ու այս հոտի պայմաններում երեխեքը պետք ինտեղ խաղան, փուվ, հեսա, երկու դիտահորերն էլ, անտանելի վիճակա 400 երեխա է սովորում, չհաշված ծնողները, չհաշված ուսուցչական կոլեկտիվը, չհաշված բնակիչները, մի խոսքով, այն որ ասում է եղունգ ունես գլուխդ քորի։ Ցենց անտանելի վիճակա։ Օգանովի փողոցում է։